Նույնիսկ ընդհանուր մինչև այս վերջի պատերազմի սկսվելը դեռևս վիճում էին մասնագետները, թե օդային գերակայությունը օգտակար է, թե վերջ։ Տեսանք մենք, չէ, որ այս վերջի պատերազմում օդային գերակայությունը ինչ ծանր գին արժեցավ մեզ, եւ ըստ էության պատերազմի ելքը ռազմական ոլորտում, մակարդակում, քաղաքականը թողնենք, ռազմական մակարդակում լուծեց հենց օդային գերակայությունը։ Տեսեք, մենք դաժանորեն մեր փորձի վրա դա սովորեցինք, հիմա այս պատերազմի ավարտից հետո ես էլ երբեք չեմ լսում նման վեճ, օդային գերակայության հարցը ընդունվեց, բայց չէ որ կային մասնագետներ, որոնք դեռևս 2005-2010 թվականներից էս ասում էին, իսկ իրենց լսող չկար։ Մենք խնդիր ունենք ռազմատեսական մտքի հետագա զարգացման։ Այս առումով ես չէի ուզենա նաև մեզ լսողները մի քիչ արհեստական արևմուտք Ռուսաստան հակասությունը շեշտադրեին, որովհետև նույն ռուսական միտքը, որը այդ ինքն էլ զարգացման ընթացքում աստիճանաբար հասկանում է, որ կա որոշակի միասնական ժամանակակից տեխնոլոգիական ստանդարտ պատերազմի, եւ այդ ստանդարտը արևմուտքն է ըստ էության դնում։ Եվ տեսեք, օրինակ Սիրիայում ընթացող ռազմական գործողություններում ռուսական ռազմական մեքենան մեծ հաշվով ինչ հաջող է գործում։ Նորից այդ օդային գերակայության շեշտադրումով, նորից անօդաչու թռչող սարքել, ռադիոէլեկտրոնային պայքար, կենտրոնացված կառավարում, ցանցակենտրոն եւ այլն։ Այսինքն իրենք էլ կամաց-կամաց գալիս են դրան, ոչ թե սա այն 91 թվականի սովետական բանակը չէ։